Երբ Լոռու մարզի Մարգահովիթ համայնքի 30-ամյա բնակչուհին դիմեց բժիշկների օգնությանը, ոչ ոք չմտածեց, որ գործ ունեն տուլարեմիա հիվանդության հետ։ Համայնքում վաղուց նման հիվանդության ոչ մի դեպք չէր գրանցվել։ Տուլարեմիան կրծողների միջոցով մարդուն փոխանցվող հիվանդություն է։ Առաջանում է, երբ որ կրծողների մեջ ինֆեկցիայի բռնկում է լինում, եւ այդ ինֆեկցիայով հիվանդ կրծողները հնարավոր է, եթե մարդուն կծեն կամ ինչ որ ձև նրանց արտաթորանքները կամ նրանք մահան սատկելուց հետո նրանց կենսաբանական մնացորդներից ինֆեկցիան անցնի մարդուն։ Եթե կախված անցման ուղուց կլինիկական նշաններն էլ հիվանդության դրսևորումներն էլ տարբեր կլինեն։ Տուլարեմիան մարդուց մարդուն չի փոխանցվում։ Հիվանդության հիմնական ախտանիշներից են բկանցքի շնչառական ուղիների հետ կապված խնդիրները, փորացավ եւ այլն։ Արտահայտվում է լիմֆատիկ հանգույցների մեծացումով, ընդհանուր սուր պրոցեսներով, ջերմության բարձրացումով, ընդհանուր թուլությամբ, ընդհանուր ինքնազգացողության վատացումով։ Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 10-ից 20 օր։ Մարգահովիթ համայնքում տուլարեմիայի կանխարգելման միջոցառումներ են իրականացվել։ Նմուշներ են վերցվել ինֆեկցիայի օջախներից, ջրից, ախտահանվել են բնակարանները։ Մոտ 600 մարդ պատվաստվել է։ Հիմնականում մասսայական պրոֆիլակտիկ պատվաստում են կատարել կանխելու տվյալ հիվանդությունը։ Հիմնականում պատճառը դա կրծողների միջոցով տարածվել։ Բնակչության շրջանում նաև բացատրական աշխատանքներ են իրականացվել։ Պետք անում ենք, երկրորդն էլ արդեն սրսկումը մենք ստացել ենք։ Իրանք մեզ բացատրեցին, որ սենց կրծողների դեմ Առաջարկել են, մենք էլ դեմ չենք կանգնել, սրսկվել ենք։ Պատվաստումներն իրականացվել են 14 տարեկանից բարձր այն անձանց շրջանում, ովքեր ավելի ակտիվ են հողագործության մեջ։ Հիվանդությունը անցնում է կրծողների, մոծակների, մլակների միջոցով անասուններից մարդկանց, այսինքն մենք ընդգրկել ենք այն մարդկանց, ովքեր շփվում են ավելի շատ այդ միջավայրի հետ։ Ու քանի որ գյուղում հիմա հողագործության ամենաակտիվ շրջանն է, ձեռք են առնվել հնարավոր բոլոր կանխարգելիչ միջոցառումները։ Լոռու մարզի հիգենիկ հակահամաճարակային տեսչության կողմից պրոֆիլակտիկ միջոցառումներ են իրականացվել ալյուրի պահեստարաններում, խանութներում, վարելահողերում ու դաշտերում։ Նարինե Մաթևոսյան, Վարդան Մկրտչյան, Վանաձոր Միք հեռուստաընկերություն, հատուկ լրաբերի համար։